Աբսուրդը նաև մեղադրանքը։ Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել պաշտոնատար անձի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն։ Այլ խոսքով ասած, Դավիթը մեղադրվում է, որ միջամտել է Նիկոլ Փաշինյանի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը։ Սա բացարձակապես աբսուրդ է։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տարի և տրամաբանության եկեղեցին և պետությունը տար անջատ են, հետևաբար Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ծառայական կամ քաղաքական գործունեություն իրականացնել եկեղեցում, որ մի հատ էլ ինչ-որ մարդ միջամտեր և այդ գործունեությունը խանգարեր։ Այդ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել սրճարան, թատրոն, նույնիսկ ընդդիմության հանրահավաք, սադրանք հրահարել, ինչ-որ բեմականացում կազմակերպել, որ իր գործունեությունը միջամտում են և մարդկանց կալանավորել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի փողոցում հայտնվելը փորձանք է դարձել մեր հազարավոր քաղաքացիների համար։ Նա բոլորի կամքից անկախ հայտնվում է մետրոյում, էլի սադրանք է անում, արցախցի կնոջ հետ է վիճում, հոխորտում է, և եթե հանկարծ այս կինը փաստորեն փորձեր ինչ-որ ձևով հակազդել, թեկուզ բարձր գոռալով Նիկոլ Փաշինյանի վրա, կարող էին էլի նրա դեմ ինչ-որ քրեական գործ հարուցել, վաղը կարող է թատրոն գնալ, ինչ-որ այդ կրծքին ամրացված նշանը փոխանցել մեկին, մարդը չուզի կամ կոշտ պատասխանի, էլի այս հոդվածը դնել մարդու վրա, այսինքն նոր հոդված են մոգոնել, որը քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի հարմար գործիք կարող է դառնալ։